Բարև ձեզ, եթերում դիտակետն է։ 24 տարի առաջ այսօրը Սումգայիթում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, իսկ ավելի ստույգ ջարդեր, որի հետ կապված այսօր Հայաստանում հասարակական եւ քաղաքական մի շարք կազմակերպություններ յուրովի հիշել եւ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Սումգայիթյան զոհերի հիշատակին եւ այսօր այդ թեմայի եւ դրան նախորդած 2 օր առաջ տեղի ունեցած Խոջալույի դեպքերի մասին զրուցելու եմ սովորական ցեղասպանություն նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի եւ Սովի եւ կրակի միջով իշխանություն մարդու կյանքի գնով ֆիլմի գործադիր պրոդյուսեր հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի հետ։ Բարև ձեզ։ Սկսենք երևի Խոջալույի դեպքերից, Արման։ Խոջալույի դեպքերը ադրբեջանցիները տարիներ շարունակ փորձում են ներկայացնել որպես ցեղասպանություն, որպես հայկական ջարդեր, եւ ֆիլմը, որը դուք հետազոտել նկարել եք, նոր հայացք է Խոջալույի դեպքերի հետ կապված, այո։ Այո, բայց նախագիծը, որը ինչպես նաև սովորական ցեղասպանություն նախագիծը իրականացվում էր հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի շրջանակներում նախագահի աշխատակազմի եւ մեր ստեղծագործական խումբը մոտ տարի ու կես աշխատանք տարավ, որպեսզի խնդիրները շատ էին, այսինքն սկսած նյութերի հայթայթումից, որովհետև ֆիլմը, որը մենք մտադիր ենք ցուցադրել, պարունակում է մի շարք նյութեր, որոնք առաջին անգամ կցուցադրվեն եւ հանդիսատեսը կտեսնի, մեծ խնդիր էր որակյալ նյութեր հայթայթելը, որտեղ այսքան տարիների ընթացքում շատ բաներ ավաղ մենք կորցրել ենք անվերադարձ, այսինքն այլևս կարելի չէ հասկանալ որտեղ է դա, ինչ է դա, այնինչ գտանք մի շարք նյութեր, մի շարք բավականին մեծ ծավալ անմխիթար վիճակում էին արդեն, որտեղ այն ժամանակ ժապավեններով էր նկարվում այդ ամենը եւ ժապավենները տարիների ընթացքում փչացել էին իհարկե, բայց այնուամենայնիվ մենք կարողացանք հայթայթել նախ անհրաժեշտ քանակությամբ նյութեր, այդ թվում նաև մեր արցախյան գործընկերների օգնությամբ, մի քանի անգամ անձամբ լինել այդ վայրում, հետազոտել աղբյուրներ, բոլոր այն աղբյուրները, որոնք որ կան թեմայի շուրջ, այդ թվում իհարկե ադրբեջանական աղբյուրներ եւ իրենց կողմից շրջանառության մեջ դրված տեսանյութեր եւ այս ամենի հիման վրա ստեղծել մի ամփոփ աշխատություն, որը կարծում եմ շատ հարցերում սպառիչ պատասխաններ կտա եւ կարծում եմ սա լուրջ հակակշիռ է այս հակահայկական հիստերիային, որը ամեն տարի այս օրերին տեղի ունենում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ադրբեջանցիների մասնակցությամբ եւ Ադրբեջանի պետության հովանավորությամբ մի շարք տարբեր երկրներում։ Այս տարի նաեւ Թուրքիայում բավական լուրջ ակցիաներ եղան Խոջալույի դեպքերի հետ կապված։ Մարինա, գիտեմ, որ սովորական ցեղասպանություն նախագծի շրջանակներում մի քանի ֆիլմեր են նկարահանվել Բաքվի, Սումգայիթի եւ ոչ միայն ջարդերի մասին։ Ուզում եի հարցնել, արդյոք Հայաստանը կարողանում է ճիշտ հակահարված տալ եւ Սումգայիթի կամ Բաքվի դեպքերը ներկայացնել այնպես աշխարհին, ինչպես փորձում է կամ ավելի ճիշտ ներկայացնում Ադրբեջանը Խոջալույի չեղած դեպքերը։ Ես չի ուզենամ մի հարթության վրա, որ մենք դնենք այն դեպքերը, որոնք տեղի ունեցել Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում, Կիրովաբադում, Խոջալույի հետ, որովհետև կա մի շատ մեծ տարբերություն, որը ցավոք սրտի մենք հաշվի չենք առնում։ Այդ տարբերությունը նա է, որ բոլոր ուրեմն ցեղասպանության եւ ջարդերի դեպքերը, որոնք տեղի են ունեցել ադրբեջանահայության հետ, բացառությամբ Մարաղայի, դրանք տեղի են ունեցել խաղաղ ժամանակներում, սովետական միությունում, խաղաղ սովետական մարդկանց հետ, որոնք նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ այդպիսի բան ընդհանրապես հնարավոր է։ Իսկ Սումգայիթը ընդհանրապես եղել է ինտերնացիոնալ քաղաք, ինչպես նաև եւ Բաքուն։ Իսկ Խոջալուն դա եւ այն դեպքերը, որոնք տեղի ունեցել Աղդամի մոտ, մենք ասում ենք դա Աղդամի մոտ տեղի ունեցած դեպքեր են։ Այդ դա եղել է մարտական, զինվորական, ուրեմն գործողություն, օպերացիա Խոջալուն ազատագրելու նպատակով։ Թե ինչ է տեղի ունեցել այդ գործողության ավարտից հետո, դա լրիվ ուրիշ պատմություն է եւ դա շատ մութ պատմություն է, որի մասին Արմանը արդեն ասեց։ Դրա համար ես չեմ ուզում այդ ուրեմն իրադարձությունները նայել նույն տեսադաշտում տեսնել, հասկանում եք, դա լրիվ տարբեր բաներ են։ Ինֆորմացիոն պատերազմներին ցավոք սրտի այս հարցում նույնպես Ադրբեջանը կարողացավ մեզ ինչ որ չափով
ուրեմն իր դիրքորոշումը ուրեմն պարտադրել, որ Խոջալուն սովորաբար ասում են ադրբեջանցիները Խոջալուի դեպքերը այսինքն ուրճացվում են, որպեսզի քողարկեն Սումգայիթը, Բաքուն, Մարաղան եւ այլն եւ այլն։ Իհարկե դա համապատասխանում է իրականությանը, բայց ցավոք սրտի նրանց դա հաջողվեց, որովհետեւ մենք տարիներ շարունակ ուղղակի լռել ենք Սումգայիթի, Բաքվի եւ Մարաղայի մասին։ Եվ նույնիսկ Հայաստանում շատ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել 88-ից 92 թվականներին ադրբեջանահայության եւ արցախահայության հետ։ Ես համաձայն եմ, որովհետեւ կան մարդիկ Հայաստանում, որոնք կարծում են, որ իսկապես հայկական զինված ուժերը Խոջալույում իրականացրել են։ Եվ նույնիսկ մենք ունենք այսպես կոչված իրավապաշտպաններ, որոնք չգիտես ինչի ներողություն են խնդրել։ Եթե ինչ որ իրանք մեղք են գործել, դրա համար ներողություն են խնդրում, դա իրենց խնդիրն է։ Բայց չիմանալով թե ինչ է իրականում տեղի ունեցել, եւ ինչ որ կարելի է ուղակի զղջալ եւ ասել, որ իրոք դա ողբերգություն է եւ մեզ համար նույնպես։ Եթե մենք Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ Մարաղայի պարագայում ունենք շատ հստակ պատկեր ինչ է կատարվել, ապա Խոջալուն իհարկե դա լրիվ այլ Աղդամի մոտ տեղի ունեցած դեպքերը դա լրիվ այլ պատմություն է, որտեղ կան շատ հարցականներ։ Շատ լավ, Արման լինելով PR մասնագետ կուզեի խոսենք այն մասին, որն է պատճառը, որ Խոջալուն չունենալով փաստեր, իրական փաստեր, որ տեղի են ունեցել Խոջալույում դեպքեր, կարողանում է Ադրբեջանը հասնել միջազգային ատյաններում եւ միջազգային հանրության մեջ ինչ որ արդյունքների, իսկ մենք ունենալով Սումգայիթ, Բաքու, Մարաղա չենք կարողանում օգտագործել այդ փաստը, ինչն է խնդիրը։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք գործ ունենք համակարգային խնդրի հետ, այսինքն քիչ է ունենալ մասնագետներ, հետազոտողներ, լրագրողներ, հակակառուցչության մասնագետներ, PR-ի մասնագետներ, այլ հաղորդակցման տեխնոլոգիաների։ Այս ամենը թույլ է տալիս լավագույն դեպքում ունենալ ինչ որ հակափաստարկներ կամ ունենալ որոշակի զանգված նյութերի, կամ հակափաստարկների, որը արդեն ենթակառուցվածքային օժանդակություն է ենթադրում, որպեսզի հասանելի լինի, որպեսզի տարածվի, որպեսզի լսելի լինի եւ այլն։ Այսինքն մենք ճիշտ ասած ներկայացնում ենք այս կողմը դաշտի մարդկանց, ովքեր որ դրա նեղ մասնագետներն են այդ գործի, մենք դիվանագետներ չենք, սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ չենք, միջազգային ատյաններում մենք բացի մեր պրոֆեսիոնալ ինչ-որ միջոցառումներից այլ մասնակցություն չենք ունենում ու ես դժվարանում եմ ասել ինչն է խնդիրը։ Այլ բան, որ իհարկե Ադրբեջանը բացի ենթակառուցվածքային իր կարողություններից կարողանում է ահռելի միջոցներ ներդնել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը երբևէ կարող է գնալ նման ծախսերի եւ դա նույնիսկ չեմ կարծում, որ ողջամիտ է եւ պետք է դա անել, բայց ամեն դեպքում այս ամենը եւ այն ժամանակ եւ 20 տարի անց օգտագործվում է միմիայն մեկ նպատակով կամ պահել իշխանությունը, հա, կամ ստեղծել եւ շարքել, շահագործել, զարգացնել թշնամու կերպարը եւ հղում կատարելով այսպիսի թշնամու վրա կրկին փորձել պահել իշխանությունը։ Այսինքն այս ամեն ինչի մասին, որ մենք խոսում ենք, ի վերջո ադրբեջանական կողմից հետապնդում է մեկ նպատակ։ Սա էր նպատակը։ Երկրորդ մասը ֆիլմի իշխանություն կյանքի գներով այստեղ մանրակրկիտ նկարագրվում է այն ժամանակ Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակը եւ իշխանության համար պայքարը ազգային NFA-ի Народный фронт Ադրբեջանը եւ գործող նախագահի միջև եւ ազգային ֆրոնտը այն ժամանակ ձեռնարկում էր ամեն քայլ, որպեսզի վարկաբեկի գործող նախագահին եւ դրդին նրան հրաժարական տալու, այսինքն դա իշխանության համար պայքար էր։ Մենք ունենք շատ հետաքրքիր իրենց ներքին շրջանառության փաստաթղթեր, այդ թվում զեկույցներ իրենց այդ տարանջատ զինված ստորաբաժանումների վիճակի վերաբերյալ։ Այդ ամենը ֆիլմում կա։ Այդ ամենն էլ ֆիլմում կա եւ այդ վերջի հարցը թե ի վերջո, գիտեք, մոտիվացիոն տեսություն գոյություն ունի, չէ՞, եթե ինչ-որ մի բան տեղի ունենում, որևէ մոտիվացիան են փնտրում, եթե հանցագործություն է տեղի ունեցել, իսկ սա կարծում ենք, որ հանցագործություն է եւ որն էր մոտիվացիան եւ այդ դրա պատասխաններն են այդ երկրորդ մասի ֆիլմում, որ
կասկած չի մնում, որ դա օգտագործվել է որպես խաղաքարտ ընդամենը ներքին քաղաքական պայքարում գործող նախագահային իշխանաթող անելու համար եւ իշխանության գալու համար եւ մեղադրելու հայկական կողմին նման հարցագործությունների մեջ։ Այս բոլոր հարցերի պատասխանները այդ երկու մասից բաղկացած ֆիլմերում, որը ռուսերեն եւ անգլերեն է, եւ որը պատրաստվում է թարգմանվել 7 լեզուներով։ Արինակ, ուզեի հարցնել, ինչպիսին պիտի լինի պետության պահվածքը միջազգային այցյաններում եւ արդյոք ճիշտ է այն, որ առ այսօր Բաքվի կամ Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն չեն ճանաչվել թեկուզ Հայաստանի ազգային ժողովի կողմից։ Դա հայտնի փաստ է, որ Հայաստանի ազգային ժողովը մինչ օրս մերժում է այդ առաջարկը, որը արվում է։ Արդեն կարծեմ 5-րդ տարին է, որպեսզի ճանաչել այդ դեպքերը որպես ցեղասպանություն։ Այնինչ, եթե մենք դիմենք նայենք ՄԱԿ-ի կոնվենցիան, մենք կարող ենք տեսնել, որ այդ դեպքերը իրոք լիովին, համենայն դեպս եթե այսօր խոսում ենք Սումգայիթի մասին, այդ դեպքերը իրոք լիովին համապատասխանում են այդ կոնվենցիային։ Մարդկանց սպանել են միայն այն պատճառով, որ նրանք հայ են եղել, եւ սպանել են միտումնավոր, մեթոդների մասին չխոսեմ, որովհետեւ շատ դժվար է դրա մասին խոսելը։ Ես կարծում եմ, որ իրոք Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում եւ այլ կետերում տեղի ունեցած գործողությունները պետք է պետական մակարդակով, դիվանագիտական, քարոզչական, տեղեկատվական, հասարակական մակարդակով մենք պետք է կարողանանք մատուցել, առաջին հերթին մատուցել միջազգային հանրությանը եւ մատուցել այն լեզվով, որը նա հասկանում է։ Եսի նկատի չունեմ անգլերեն, ռուսերեն կամ արաբերեն, եսի նկատի ունեմ միջազգային իրավունքի, միջազգային քաղաքականության լեզուն, որը այս դեպքերի նկատմամբ լրիվ կիրառելի է, հա։ Օրինակ, ինչու մեր ուրեմն պետությունը մինչև այժմ նույն Սումգայիթի բնակիչների, զոհերի տուժած կողմի ուրեմն ունեցվածքի հարցերով չի դիմում միջազգային ատյաններ։ Ես կարծում եմ, որ այդ ձևը, հա, ինչ որ, որտեղ մենք չունենք այն միջազգային դատական ատյանը, որտեղ կարելի է դիմել հենց ցեղասպանության հարցով։ Դա պետք է ստեղծվի ինչ որ իրավասու մարմին, ինչպես օրինակ եղավ Կոսովոյի դեպքում, որպեսզի այդ քննարկեն, այո, դիտեն այդ դեպքերը։ Մենք կարող ենք դա անել այլ ճանապարհներով, այդ թվում երևի թե իրավական ճանապարհը դա միջազգային մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը հենց կոմպենսացիայի փոխհատուցման ձևով։ Եվ այդ ձևը կարող է դառնալ այն ճանապարհը, որով մենք կարող ենք ներկայացնել այդ ողբերգությունը միջազգային հանրությանը։ Դա առաջինը եւ շատ դա ինձ թվում է դա էֆեկտիվ շատ մեթոդ է։ Երկրորդը դեռ 97 թվականին ուրեմն Հայաստանի հասարակական կազմակերպություններից մեկը, ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամը, հասարակական կազմակերպությունը, դիմել է մարդու իրավունքների ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե եւ ներկայացրել է Մարաղայի դեպքերը։ Ինչպես շատ տարօրինակ է, բայց այնտեղից հետաքրքրություն է առաջացել եւ նրանք խնդրել են լրացուցիչ նյութեր ուղարկել։ Հասարակական կազմակերպության մակարդակով շատ դժվար է, ինչպես ֆինանսական տեսակետից, այնպես էլ այլ տեսակետներից ներկայացնել այդպիսի դեպքերը, այդպիսի բարձր միջազգային ատյանում։ Դրա համար ես կարծում եմ, որ հենց պետության դերը այստեղ կարող է շատ բարձր լինել։ Եվ ցավոք սրտի այն ժամանակ չունենալով պետական աջակցություն, այդ գործընթացը կասեցվեց, այո։ Եվ կարծում եմ, որ այսօր, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր տեղեկատվական դաշտը եւ պետական մակարդակով քարոզչական դաշտը բավականին աշխուժացել է, դա ակնհայտ է եւ դա բոլորն են տեսնում։ Մենք պետք է նաեւ իրավական ճանապարհով գնանք, որպեսզի այդ դեպքերը կարողանանք ներկայացնել։ Եվ գիտեք, ես այստեղ նախորդ ձեր հարցին, որը Արմանը պատասխանեց, կուզեմ մի փոքր ճշտում մտցնել։ Ադրբեջանը իր սեփական քաղաքացիների ողբերգությունը օգտագործում է, նրանց համար դա ինչ որ մի զենք է, ինչ որ մի միջոց է հակահայկական քարոզչությունը ամբողջ աշխարհով տարածելու։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մի քիչ բարձր լինենք դրան։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է օգտագործենք նույն Սումգայիթը, նույն Բաքուն կամ Մարաղան որպես քարոզչական միջոց։ Ոչ, մենք պետք է կարողանանք այդ դեպքերը ներկայացնել այնպես, ինչպես դրանք եղել են։
Մենք որևէ կարիք չունենք ստելու, խեղաթյուրելու, ինչ որ թվերը, ինչ որ սխալ ներկայացնելու, ուռճացնելու ոչ։ Այդ ողբերգությունները իրենցով այնքան ծանր են, այնքան համոզիչ են եւ այնտեղ բոլոր հարցականներին կան պատասխաններ։ Միգուցե բացի մեկից ինչքան զոհեր է եղել Բաքվում, Սումգայիթում, մենք մինչև հիմա չգիտենք, որ մենք պետք է ուղղակի կարողանանք դրանք ներկայացնել եւ դա բավական կլինի։ Շատ լավ, հուսանք, որ պետական մակարդակով ի վերջո կարվեն քայլեր, որոնք կներկայացնեն այնինչ տեղի ունեցել 24 տարի առաջ։ Շնորհակալություն ձեզ հրավերն ընդունելու համար։ Հիշեցնեմ, որ եթերում էր դիտակետը, շարունակեք հետևել Civilnet-ին։